իրականում որևէ խոչընդոտ չի կարող ֆինանսավորումը լինել անկեղծ բարեկամական հարաբերությունների ձևավորման եւ զարգացման գործընթացում, հակառակը դա կապացուցի, որ անկեղծություն չկա։ Ինչ վերաբերվում է մեր համագործակցությամբ կոնկրետ, այո, շատ հաճախ նաեւ կան ֆինանսավորումներ, ընդ որում այդ ֆինանսավորումները հենց այս մակարդակում է լինում Սյունիք Օվերռոնալ ոռոգման եւ խմելու ջրագծեր, առողջապահական ոլորտում հսկայական ներդրում կա Օվերռոնալի կողմից արված, բայց դրանք ընթացիկ որոշումներ են, որ կայացվել են։ Բայց կոնկրետ ֆինանսավորման տեսանկյունից Ֆրանսիայի կառավարությունը գիտենք, որ աջակցում է Հայաստանի Հանրապետությանը, մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունն է տարբեր միջոցներով ֆինանսավորում աննախադեպ ծավալի աշխատանքներ, միայն Սյունիքի մարզում իրականացվում է շուրջ 1 միլիարդ դոլարի աշխատանք, սա շատ կարևոր է եւ ուզում եմ նաեւ նշել, որ այս պահին Սյունիքի մարզում կառուցում են այնքան թվով դպրոցներ, միանգամից կառուցվող, որը նույնիսկ խորհրդային միության ժամանակահատվածում չի եղել։ Կատարվում է ճանապարհաշինարարական այնպիսի հսկայական աշխատանքներ, որ ես չեմ պատկերացնում երբ է այդ ծավալի աշխատանքներ իրականացվել։ Այսինքն ֆինանսավորումը ինքը պետք է ապահովի իրականացումը այն մտքերին եւ ծրագրերին, որը պետք է ստեղծվի ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ Բայց մենք մոռանում ենք ամենակարևորը, նաեւ մեր համայնքները ունեն բյուջեներ եւ իրականացնում են բազմաթիվ ծրագրեր։ Ես կարծում եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ ամեն ինչ պատրաստ կլինի եւ կբացակայի ֆինանսավորումը, ապա համատեղ ուժերով մենք այդ հարցը կլուծենք։ Շնորհակալություն։